Կայացնեմ։ Պարոն Վարդևանյան, ինչու էր ձեր աջակիցների հետ հանդիպումը տեղի ունենում Կրկեսում, նաև ՔՊԱ-ականներն էին այս 2 օրը ակտիվ տարածում եւ մեջբերում, որ դեռ շատ բազմամարդ էր եւ պետք է նոր հանդիպում եւ դատարկ նստարաններն էին ցույց տալիս։ Կարծում եմ դուք բովանդակություն նշված մեկնաբանությունների մեջ պետք է որ չտեսնեք, թող իրենք իրենց հարցադրումները եւ պատասխանները փնտրեն հենց իրենք։ Հանրության հետ մենք հետադարձ կապը պահում ենք միանշանակ։ Կարևոր է մեր հայրենակիցների կարծիքը, մոտեցումները իհարկե, հետևողական ենք լինելու այդ հարցում։ Մնացածը կարծում եմ որպես այդպիսին բովանդակություն չունեցող է։ Իսկ ինչ վերաբերում է մեր գործընկերներից մյուսի հարցադրմանը, եկեք այսօր նաև շատ կարևոր է դատաքննության այս փուլը, երբ դատարանի դատավորներն են հարցեր ներկայացնելու, դրա վերաբերյալ պատասխաններ կլինեն։ Տեղեկացնեմ ձեզ, որ նաև մենք դռնփակ ռեժիմով մի քանի հարց պետք է քննարկենք, մի հետարքիր հանգամանք եմ ուզում ձեզ բացահայտել։ Հիշում եք կային որոշ իշխանական ներկայացուցիչներ, որոնք խոսում էին, որ համեմատության մեջ 2025 թվականի 2026-ի համապատասխան նույն ժամանակահատվածը մայիս-հունիս Հայաստան եկել են երևի 1 միլիոն մեր հայրենակիցներ արտերկրից կամ 100,000-ավոր տարբերություն կա հայրենակիցների, ովքեր եկել են հենց այս ժամանակահատվածում։ Եթե դժվար չի ձեզ, սիրելի գործընկերներ, դիմեք թե իրենց կամ սահմանադրական դատարանին, թող տրամադրեն ձեզ համապատասխան տվյալը ազգային անվտանգության ծառայությունից ստացված։ Ես փակագծերը ամբողջությամբ չբացահայտեմ, պարզապես ասեմ, այդ խոսակցությունը հերթական սուտն էր, ինչպես ընտրակաշառքների հետ կապված, երբ պարզվեց խոսքը պարզապես ամբողջ փետրվարի 7-ից մինչև հունիսի 20-25 ժամանակահատվածում 258 մեղադրյալի մասին է խոսքը, բայց կարևոր էր նաև արձանագրելը, որ Արման Թաթոյանի կողմից հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ կա քրեական վարույթ։ Դա իդեպ հրապարակվել էր մայիսի վերջին։ Քրեական վարույթը վերջերս է հարուցվել, բայց մեղադրյալ չկա։ Բոլոր դեպքերում 58-ը Գալյանն ասաց, որ այս փոքր երկրի համար բավականին մեծ թիվ է, շատ թիվ է։ Իսկ դուք ներկայացնում եք, որ դա մի քանի խաբեության գործով մեղադրյալների քանի։ Իդեպ դուք գիտեք, չէ՞ որ այդ գործերի ստվար զանգվածը դեռ նախաքննության փուլում է եւ կարող է կարճվել։ Ես օրինակ մի կոնկրետ օրինակ բերեցի, որ այդ հրապարակումը եղել էր, ձայնագրությունը հրապարակվել էր, հետագայում այդ ձայնագրության պայմանականորեն կեսը դադարեց գոյություն ունենալ։ Բայց դրա մասին հայտարարություն չի տարածել նույն հակակոռուպցիոն կոմիտեն։ Հանրացնեք քաղաքացիների հետ վերջերս հանդիպումը, ինչ անհանգստություն, անհանգստություն նկատում եք թե ոչ։ Մտահոգություններս բոլոր կոմունիկացրել եմ, այդ թվում սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ, նաև իդեպ իմ բացատրություններում ես ընդգծել եմ նաև իմ այն հնարավոր տեսակետը կանխավարկած իրավիճակի վերաբերյալ, որ սահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ, քանի որ ընդհանուր առմամբ դատաիրավական համակարգի Հայաստանի Հանրապետությունում անկախության, երաշխիքների գործունեության լրջագույն խնդիրներ տեսնում ենք։ Իդեպ սահմանադրական դատարանը մյուս կողմից միակ մարմինն է, որը վերիշխանական է, այսինքն կարող է իսկապես վեր լինել բոլոր ճնշումներից, վեր լինել ցանկացած միջամտությունից եւ իսկապես այդ վերիշխանական դիրքերից լուծել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ վեճը։ Իսկ այն, որ այս ընտրությունները եղել են ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման եւ մի շարք այլ ընտրախախտումների, որոնք հավասարությունը եւ ազատությունը խաթարել են, դա փաստ է։ Պարոն Թևանյան, եթե դուք ի սկզբանե իրավազորության հարց բարձրացրեցիք սահմանադրական դատարանի կազմի հետ կապված եւ մյուս կողմից ասում եք ընտրությունները ընտրակեղծիքներով են անցել եւ արդյունքը չի համապատասխանում ցույց տված թվերին, այդ դեպքում դուք ստացվում է, որ ի սկզբանե ձեզ դիրքավորել եք այնպես, որ չեք ընդունելու այս սահմանադրական դատարանի գնահատականը։ Սա չի փակում ճանապարհը այդուհետ մանդատը վերցնելու եւ խորհրդարան գնալու, հաշվի առնելով, որ մի կողմից եւ քաղաքական եւ իրավական առումով փաստորեն չի ընտրությունները ֆարս են եղել։ Մեկը մյուսի հետ ուղիղ մի պայմանավորեք, բացատրեմ կամ պարզաբանեմ։ Առաջինը սահմանադրական դատարանի կազմի հետ կապված ի սկզբանե ես ներկայացրել էի եւ նաեւ հանրությունն էլ ուներ այդ տպավորությունը, որ կազմի լեգիտիմության հետ կապված մի շարք խնդիրներ կարող էին հաղթահարվել, եթե առնվազն 3 դատավորի մասնակցությունը անհնարին դիտարկվեր։ Երկուսի մասով դիտարկվեց, մեկի մասով ոչ։ Սահմանադրական դատարանի նման գործողությունը կարող էին կանխատեսել ի սկզբանե դիմումը ներկայացնելուց ոչ, որովհետև վստահ եմ ձեզ այն շատերը նաև օրինակ 2 դատավորի մասով մասնակցության անհնարինության որոշումը կարող էին եւ չկանխատեսել։
թե ինչի համար այս աստիճան հակասական եղավ սահմանադրական դատարանի մոտեցումը, իսկապես դժվարանում եմ ներկայացնել պատասխանը։ Իսկ մանդատներ վերցնել չվերցնելը դա մի հարց է, որին իսկապես նաև հենց դատարանի որպես ինստիտուտի նկատմամբ հարգանքի տեսանկյունից պետք է անդրադարձ կատարել միայն սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Որոշման վերաբերյալ էլ գնահատականը կլինի, որտեղ սահմանադրական դատարանի որոշումները դասական իրավական որոշումներ չեն, դրանք իրավաքաղաքական են։ Դրա վերաբերյալ նաև մեր գնահատականը մենք ներկայացնելու ենք ելնելով այս ողջ օրերի ընթացքում նաև ձեր շնորհիվ լուսաբանված դատաքննության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններով։ Եկեք փոքր-ինչ սպասենք, շնորհակալ եմ, բայց արդեն գնանք նիստի։ Պարոն Վարդանյան, եւ ինչպես կմեկնաբանեք, որ դատավորը ձեզ շփոթեց Հայաստան դաշինքի ներկայացուցչի հետ։ Իդեպ Վահագն Հովակիմյանին է կարծում եմ շփոթում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, որովհետև 21 թվականին վերջինս որպես ՔՊ ներկայացուցիչ մասնակցում էր սահմանադրական դատարանում նիստին։ 21 թվականին ես եղել եմ սահմանադրական դատարանում որպես ներկայացուցիչ, Վահագն Հովակիմյանը եւս падգամավորի թեկնածու, հետագայում падգամավոր, այնուհետև չգիտեմ ձեր կարծիքը ինչպիսին է եղել, բայց քաղաքականությունից, ակտիվ քաղաքականությունից դուրս է եկել։ Հիմա թե լավ է դա թե վատ, երևի ձեր կարծիքն էլ մի օր կհայտնեք։ Շնորհակալ եմ։ Ասեք այն մասին, որ լուսանկարներ համացանցում տարածեցին, որ դուք այստեղ վիճարկում եք ՍԴ-ի արդյունքները, իսկ Արեն Կարապետյանը հանգստանում է։ Գիտեք, ես կարծում եմ ընդհանրապես մարդու անձնական կյանքի նկատմամբ նվազագույն հարգանք պետք է լինի, հերթական անգամ իշխանական ներկայացուցիչների կողմից է նման վարքագիծը դրսևորվում, որը անկեղծ կասեմ, եթե օրինակ նման լուսանկար տարածվեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ որևէ մի ներկայացուցչի նկատմամբ, ես դրա նկատմամբ կունենայի բացասական վերաբերմունք։ Բայց իդեպ նաև ընդհանրապես երևույթի տեսանկյունից կարծում եմ մեկը մյուսի հետ պետք չի խառնել, մենք ներկայացրել ենք դիմում։ Հիմնական ներկայացուցչական գործառույթը իրականացնում ենք մենք, շարժվում ենք առաջ, շնորհակալ եմ։